Նախորդ հանդիպմանը մենք քննարկեցինք ինչ կլինի, եթե Հայաստանը չմտնի Եվրամիություն։ Փորձենք հիմա քննարկել, թե ինչ կլինի, եթե Հայաստանը մտնի Եվրամիություն եւ ի վերջո ինչու Հայաստանի իշխանությունը, ես պետք է ասեի իշխանությունները, որովհետեւ խոսքը միայն այս վարչակազմի մասին չէ, այլ 35 տարի շարունակ իրար փոխարինող եւ իրար փոխանցող իշխանությունը այդ վարչակազմերը ինչու են իրենք դիմադրել եւ մինչեւ հիմա դիմադրում Հայաստանի եվրոինտեգրմանը եւ ինչու ենք մենք փորձում դա բացատրել։ Կարծես թե բնական է Հայաստանը եվրոպական ազգ է, երկիր, քաղաքակրթություն եւ մենք պետք է լինենք ոչ թե ասիական, ռուսա-թուրքական, այլ եվրոպական քաղաքակրթության, տնտեսության հետ միասին։ Տեսեք, ինչ են մեզ բացատրում։ Եթե մենք մտնենք Եվրամիություն, ասում են մեզ ռուսները, Վլադիմիր Պուտինը, մենք ձեզ կսկսենք պատժել, գազը կթանկացնենք, դա բառացիորեն այն ինչ ասել էր նա Մոսկվայում մի քանի օր առաջ։ Պեսկովը ավելացրեց, որ ավիա ուղիները կփակվեն եւ Aeroflot-ը չի իջնի Երևան, Երևանի ինքնաթիռները չեն նստի Մոսկվա, էլ ինչ ատոմակայան չի կառուցվի, հոսանքը ամեն ինչը կքանդվի, կքայքայվի։ Ես զարմացած սպասում եմ, թե ով կասի մի պարզ մի բան։ 97% այն երկրներից, որոնք դեռևս առևտուր են անում Ռուսաստանի հետ, Եվրասիական միության հետ, նրանք չեն մտնում այդ Եվրասիական միությունը։ Օրինակ Վրաստանը չի մտնում, Ադրբեջանը նույնպես չի մտնում, Թուրքիան առավել ևս, Չինաստանը, Հնդկաստանը, արաբական երկրներ, նրանցից ոչ մեկը չի մտնում այդ չարաբաստիկ Եվրասիական միություն, որը ընդամենը 4-5 երկրի ինչ որ վասսալային գաղութային կառույց է։ Նրանք եթե ցանկանում են առևտուր անել Ռուսաստանի հետ, անում են դա ուղիղ, առանց ԵԱՏՄ-ի։ Ինչի է ուրեմն մեզ այդքան շատ սպառնում եւ ինչու են մեզ վախացնում այդ ամեն ինչով։ Պարզ է, որովհետեւ այնտեղ չկա այն ամենակարևորը, ինչը կա Եվրոպայում։ Այնտեղ չկա թափանցիկություն եւ հաշվետվություն։ Այնտեղ չկան ֆինանսական պարտականություններ, այնտեղ չկան ռազմական, քաղաքական պարտականություններ։ Ամեն ինչը որոշվում է միայն Մոսկվայում, որովհետև ինչպես է կոչվում այդ ՍՆԳ-ն, անկախ պետությունների համագործակցություն այդ կառույցը, որից հետո ծնվեցին եւ Եվրասիական միությունը եւ ՀԱՊԿ-ը, ամեն մի խոսքը այս բառակապակցության մեջ սուտ է։ Նախ ոչ մի այդ հետխորհրդային երկրներից ոչ մեկը անկախ չէ։ Անկախ չէ Բելարուսը, անկախ չէ Հայաստանը, անկախ չէ Ղրղստանը, Ղազախստանը, Ղազախստանը միգուցե շատ թե քիչ ավելի անկախ է, որտեղ ավելի շատ կախված է հիմա Չինաստանից, քան Ռուսաստանից, բայց մենք բոլորս դեռևս Ռուսաստանի գաղութներն ենք։ Երկրորդ խոսքը անկախ պետությունների։ Պետություն Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանին որպես պետություն, թե չէ թույլ չէր տա իրեն այդպես մեզ հետ խոսել։ Համագործակցություն, ինչ համագործակցություն։ Այն էլ ռուսերեն գիտեք սադրուժեստվո բառը, որի մեջ կա բարեկամություն, դա պարզապես անհեթեթություն է։ Ինչպես կարելի է լուրջ վերաբերվել մի կառույցին կամ մտնել դրա մեջ, որտեղից մենք չունենք ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական, ոչ մշակութային առավելություն։ Հայտնի են թվեր, օրինակ 24-25 թվականներին Հայաստանը
100 միլիոնից ավել դոլարի մասին է խոսքը, վճարում էր ԵԱՏՄ Եվրազես, քան այնտեղից ստանում էր։ Դա մի շատ բարդ համակարգ է, որի իմաստը նույնն է։ Մեր երկիրը ռուսական գաղութ է եւ շարունակում է հետաքրքրել Ռուսաստանին նախ եւ առաջ որպես գաղութ։ Ռուսաստանը ինքը հումքային կցորդ է։ Նա հումքից բացի ոչինչ չի վաճառում։ Գազը, նավթը դա հումք է։ Իրենք դա չեն արտադրում, այլ քաշում են հողի տակից եւ վաճառում են, եթե իրենցից դա առնում են։ Հայաստանին նրանք վերաբերվում են որպես նույնպես հումքային կցորդ Ռուսաստան, այսինքն մենք մի հումքային կցորդի հումքային կցորդ ենք, որովհետև հանքերը մեր բրինձը, ոսկին, մոլիբդենը պատկանում են ում? Այո, Ռուսաստանին։ Ահա ինչու Ռուսաստանը կարող է ցանկացած պահին մեզ սպառնալ գազի թանկացմամբ, ընդ որում այնտեղ ես արդեն ասել եմ, որ Պուտինը սուտ թիվ է հնչեցրել, 177 դոլարով ենք մենք վաճառում, ասեց նա Հայաստանին գազը, սուտ է, կրկնակի թանկ է, որովհետև ասել եմ ու հիշեցնեմ նորից, Գազպրոմ Արմենիան 100%-ով ռուսական կառույց է եւ ավելացնում է սահմանին նույնքան 150-170, այսինքն արդեն 350-ից ավել է։ Ինչ վերաբերում է նրան, որ Եվրոպան, ասում է Պուտինը, 600 է հիմա վճարում գազի համար, ճիշտ է, բայց ում է վճարում, Ռուսաստանին? Ոչ։ Ռուսաստանից Եվրոպան գազ եւ նավթ այլևս չի գնում, ավելին 27 թվականից սկսած 0 է, հիմա մոտավորապես 60-ից իջել է 4%, 6-4%, 0-ացնում է մի քանի ամիս անց։ Գնում է թանկ, որովհետև Նորվեգիայից է գնում, Շոտլանդիայի ջրերից է գնում, ուրիշ տեղերից է գնում, Միացյալ Նահանգներից խտացված գազ է գնում։ Այո, դա թանկ է, բայց իրենք հասկանում են, որ վճարում են ազատության եւ անկախության համար։ Ուստի այս գինը, որը Եվրոպան վճարում է, դա անկախության եւ ազատության, Եվրոպա մնալու գինն է, գաղութ չդառնալու գինը։ Եվ այդ գինը չի կարելի հաշվարկել 300 է, 600 է։ Դրա համար են ստեղծվում պետությունները, դրա համար են ստեղծվում ազգերը, հանուն անկախության, հանուն ազատության։ Եվ Եվրոպան թույլ չի տալիս այդ ամենը վաճառել ոչ 30 արծաթով, ոչ 300, ոչ 600, որովհետև տեսեք, Մոլդովան, որը հստակ գնում է դեպի Եվրամիություն, վերջերս անցյալ ձմռանը պատժվել էր իր այդ եվրոինտեգրման փորձի համար, եւ ինչ արեց Եվրոպան, 80 միլիոն եվրոյի գազ գնեց եւ տվեց Մոլդովային անվճար, պարզապես հանուն Մոլդովայի անկախ մնալու միտումների, փրկեց Մոլդովան ձմռան ցրտից, սա է Եվրոպան։ Հենց հիմա Էստոնիան, Լատվիան, Լիտվան ունենալով, օրինակ Էստոնիան 1.5 միլիոնանոց երկիր է, եթե ոչ ավելի քիչ, եւ ունի շատ փոքր բանակ, 20,000 էլ չի ասնում, բայց էստոնացիները չեն մտահոգված իրենց անվտանգության համար, որովհետև իրենք Եվրամիության անդամ են, նաև ՆԱՏՕ-ի անդամ, եւ կրկնում եմ, ինչ կլինի, եթե Հայաստանը մտնի Եվրամիություն, նախ եւ առաջ, Հայաստանը դառնում է ազատ տնտեսական, եվրոպական ազատ տնտեսական գոտու երկիր, Թուրքիայի սահմանը եւ Վրաստանի սահմանը մնում են, ոչ թե մնում են, այլ բացվում են անմիջապես, մնում է բաց վրացականը, թուրքականը բացվում է մեխանիկորեն, որովհետև Թուրքիան արտոնություններ ունի Եվրամիության հետ արտոնյալ առևտուր է անում եւ չի կարող փակել սահմանը այլ FTA ազատ տնտեսական գոտու երկրի համար, Հայաստանի համար տվյալ դեպքում։ Անվտանգությունը, ինչով ամենից շատ վախեցնում է եւ խաբում է մեզ իշխող խունտան, որտեղ դա արդեն խունտա է։ Հիմա կբացատրեմ ինչու եմ ես պնդում, որ դա խունտա է։ Անվտանգությունը չի կարող
կախված լինել թշնամուց։ Մենք լսեցինք աննախադեպ մի, աննկարագրելի մի սուտ, մի զառանցանք, մի զավեշտ։ Իշխանությունը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն է Ադրբեջանը։ Սա երևի այնքան ծիծաղելի է, որ մեկնաբանել դա չարժի, բայց ես ստիպված եմ դա մեկնաբանել։ Ունենալով Եվրամիության երաշխիքը, ունենալով այդ հնարավորությունը, անվտանգության երաշխիքը Եվրոպայից, Փաշինյանը հրաժարվում է գնալ Եվրամիություն, հրաժարվում է դիմում տալ եւ դնում է մեր անվտանգությունը, ձեր երեխաների անվտանգությունը Ադրբեջանից կախվածության մեջ, սա լուրջ է։ Եղնիկների անվտանգությունը ապահովելու համար գայլ են բերում։ Դուք լուրջ եք, դուք մեզ եք շտեղ դնում, թե դուք եք ձևանում կամ դուք իսկապես այդ գեղեցիկ կենթանու նմանակն եք։ Ես պարզապես խոսք չեմ գտնում դա մեկնաբանելու։ Սա ինչ զավեշտ է։ 35 տարվա պետությունը, որը պատերազմում հաղթեց Ադրբեջանին, որը Արցախյան շարժումով քանդեց սովետական միությունը, որ անցավ այսքանով երկրաշարժից բոլոր մեր ցուրտ ու մութ տարիներով, բոլոր այդ աղետներով, հաղթանակներով եւ կորուստներով, դժբախտություններով եւ ուրախություններով, որ վերջում 35-րդ տարում կառավարությունը հայտարարի, որ մեր թշնամին է մեր անվտանգության երաշխավորը։ Մեր երաշխավորը, իհարկե, չի կարող լինել ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ Դրանք մեր պարտության, մեր ստրկության, մեր գաղութացման երաշխավորն են, մեր ոչնչացման երաշխավորն են։ Նրանց նպատակն է ոչնչացնել հայոց անկախությունը, պետականությունը եւ ազգությունը ընդհանրապես, որտեղ նրանք կառուցել են իրենց երկրները մեր տարածքում եւ երբեք չեն ների մեզ դա։ Մեզ չեն ների, որ իրենք ստեղծվել են մեր տարածքների վրա։ Միակ ուժը այս աշխարհում հիմա, որը կարող է մեզ փրկել, դա Եվրամիությունն է։ Ես հասկանում եմ, որ անիմաստ է կրկնել դա ամեն օր, բայց եթե մենք չլսենք նման զավեշտ, եւ եթե ես չլսեմ դրա մեկնաբանությունները, ինձ ասում են, դուք չեք հասկանում, ինչ խորը միտք է դա։ Իհարկե, եթե թշնամին կախվածության մեջ է մեզնից, մենք էլ իրանն ենք, իր անվտանգությունն ենք երաշխավորում, դուք խենթացել եք, դուք մեզ եք խենթի տեղ պահում, ինչ եք դուք ասում, ինչպես կարելի է նման բան ընդհանրապես խոսել, եթե Ալիևը մահանա, նա կմահանա ծիծաղից, նա կմեռնի ծիծաղից, իրենք հռհռում են մեզ վրա, եւ երբ որ կարողանում են դեմքերին լուրջ արտահայտություն հաղորդել, ձայնագրվում են, ասելով, որ Փաշինյանը շատ ճիշտ է, անպայման պետք է ընտրել Փաշինյանը, տեսեք ինչ հերոս ղեկավար է նա, հայերը 1000 տարիներ եւ հատկապես վերջի 30 տարիներ չէին հասկանում, որ մենք ենք իրենց երաշխավոր, այ Փաշինյանը դա հասկացավ, եւ դուք դրան հավատում եք, դուք պատրաստ եք քվեարկել նրա համար, որ ձեր երեխաները անվտանգության կյանքի երաշխիք ստանան Թուրքից, Ադրբեջանցուց, Ռուսից։ Եթե այդպես է, ապա ես այստեղ չեմ կարող օգնել, բժշկությունը այստեղ արդեն օգուտ չի բերի։ Ձեզ հոգեբանները չէ, հոգեբուժներն են երևի պետք մեր ազգին այդ դեպքում։ Սա Ստոկհոլմյան սինդրոմ էլ չէ։ Սա արդեն անհույս, անբուժելի հիվանդություն է։ Եղել են դեպքեր, երբ որ ազգերը անհայտանում էին 2 սերունդ անց։ Հին հույները այդպես անհայտացան, երբ որ Ռոմը զավթեց Էլլադան, իրենք 2 սերունդ անց
ձուլվեցին Հռոմի մեջ, եւ այսօրվա հույները դա իլիրիացիներ են, Տրակիայի եւ այլ արվարձանների բնակիչներն են, որ լցվել են Պելոպանես եւ փոխարինել են իրենցով հին էլլիններին։ Էլլադան ձուլվեց Եվրոպայի մեջ, ինչպես հայերը ձուլվեցին ցավոք սրտի ռուսների, թուրքերի, քրդերի, պարսիկների մեջ։ Դա պատահել է աշխարհում, կարող է պատահել մեզ հետ, եւ մեր սերունդը, այս սերունդը վերջինն է, որը կարող է դա կանգնեցնել։ Եվ կանգնեցնելու միակ ճանապարհն է եվրոինտեգրումը։ Ես ասում եմ դա անընդհատ, որովհետև ես եմ ստեղծել եվրոպական կուսակցությունը, որովհետև եվրոպական կուսակցությունն է նախաձեռնել օրենքը, որը տալիս է մեզ վերջին հույսը։ Տեսեք, Պուտինն է Մոսկվայում մի քանի օր առաջ հիշատակել մեր նախաձեռնած օրենքը, նա ասել է, դուք ինչ-որ օրենք եք ընդունել Եվրոպա մտնելու, դա անհնար է, ասեց նա, իհարկե դա անհնար է նրա համար, մեզ համար անհնար է չմտնել Եվրոպա, դա նշանակում է մնալ ռուսական գուբերնիա և թուրքական վիլայեթի արանքում և ձուլվել, և Փաշինյանը իզուր չի ասում սեպտեմբերից, այո, օգոստոս-սեպտեմբերից է դա սկսվելու, այդ ձուլումը, այդ զավթումը, մեքենաներով, բանկերով, ոչ թե տանկերով իմիջիայլոց, սա լինելու է այն դեպքում, եթե մենք չստիպենք Փաշինյանի կառավարությանը նահանջել և քայլանել այն ուղղությամբ, որին մենք էինք տանում 24 թվականին ու 25 թվականին, երբ որ նա մեզ էր լսում եվրոպական կուսակցությանը, նա արեց այն միակ ճիշտ քայլը, որը կարող էր փրկել երկիրը, որը կարող էր նաև նրան փրկել, նրա համբավը անհայտացած, նա կվերցներ իր վրա այդ, չեմ ասի պատասխանատվությունը, դա առաքելություն էր, ապագաղութացնել Հայաստանը ռուս-թուրքական կախվածությունից։ Նա արեց ճիշտ հակառակը և Մոսկվայի այցը ապացուցեց դա, նա մերժեց Եվրոպա գնալը և այն լոլոները, որ թե մենք կնայենք, եթե գազը թանկացնեն, մենք դուրս կգանք այստեղից, մենք կմտնենք այստեղ, ձեզ չեն թույլ տա դա անելու, տղաներ ու աղջիկներ։ Եվ դուք շատ արագ ձեր դիվանագիտական անձնագրերով կփախչեք այստեղից, ինչպես միշտ փախչել եք։ Մենք ենք գնացել ռազմաճակատ, մենք ենք մնացել այս երկրում, մենք ենք վերջին հույսը, և դուք դրա համար չեք թողնում մեզ խոսել անգամ ձեր հեռուստաեթերներում, որովհետև մենք բացահայտում ենք ձեր ստերը։ Եվրոպան է մեր անվտանգության, քաղաքական, տնտեսական, ֆինանսական անկախության երաշխիքը։ Ես դա ձեզ երաշխավորում եմ, որպես Եվրոպական կուսակցության նախագահ։ Մենք գիտենք ինչ ենք անելու։ Մենք գիտենք, որ ձեր աշխատավարձները, թոշակները ոչ թե 10,000-ով կավելանան, այլ կեռապատկվեն անմիջապես, որովհետև դա է Եվրոպայի օրենքը։ Եվրոպան դա օրենքի երկիր է։ Ահա ինչու իրենք չեն ուզում գնալ Եվրոպա, որովհետև նրանք գերադասում են մնալ իրենց տերերի ստրուկը։ Դա է միակ օրենքը, որը նրանք ճանաչում են։ Ստրուկի օրենքը։ Մենք առաջարկում ենք ձեզ ազատ մարդկանց օրենքը։ Եթե հավատում եք մեզ, քվեարկեք մեզ համար։ Եթե ուզում եք մեզ լսել, բաժանորդագրվեք։ Մեզ մնացել են հաշված օրեր։ Ձեր աջակցությունը մեզ համար անհրաժեշտ է, որովհետև մեր գոյությունը, մեր ներկայությունը խորհրդարանում, դա ձեր երեխաների վերջին հույսն է։ Լավ լինեք։